Քննարկումը սկսենք պաշտոնական տեղեկագրից։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ։ Ողջունելով նորընտիր նախագահին, Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Խաչատուրյանին երթմնակալության արարողությանը մասնակցելու համար եւ նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամությունը ամրապնդելու համար։ Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, որ Հայաստանն ու Ուրուգվայը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, որոնք ունեն ընդլայնելու մեծ ներուժ տարբեր ուղղություններում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը առանձնահատուկ նշել է, որ երթմնակալության արարողությունը իր բնույթով ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման լավագույն դրսևորումներից է։ Զրույցի ընթացքում շեշտվել է դեսպանատների բացման կարևորությունը երկրների համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խթանմանը, տնտեսական, բարձր տեխնոլոգիական ոլորտների եւ այլ բնագավառներում։ Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը հրավիրել է Ժամանդու Օրսիին, հնարավորության դեպքում այցելել նաև Հայաստան։ Տեղափոխվենք ազգային ժողով, ոչ միայն այս երկու շաբաթվա ընթացքում, այլև հանձնաժողովի առաջին նիստից մինչև ազգային ժողովի լսումներ ընկած ժամանակահատվածում մենք արդեն ունենք արձագանքներ Եվրոպայից։ Այս մասին ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Եվրոմիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի շուրջ տեղեկացնում է Արտակ Զեյնալյանը։ Մի հատված զրույցից։ Հանձնաժողովի առաջին նիստից մինչև ազգային ժողովի լսումներ ընկած ժամանակահատվածում, այդ կարճ ժամանակահատվածում մենք արդեն ունենք արձագանքներ Եվրոպայից։ Եվ ոչ միայն քաղաքական մակարդակով արձագանքներ, այլ նաև այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացված եղել են դրամաշնորհի համար Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից, որոնք ժամանակին մերժված եղել են։ Իրենցից նախաձեռնությամբ առաջարկություն է եղել նորից ներկայացնել այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված։ Այս կարճ ժամանակահատվածում եղել են, բացի դրանից, նաև եղել է Բալթիկ երկրների համաժողովը, որտեղ քաղաքական բազմաթիվ ուղերձներ են եղել, մեսեջներ են եղել, առաջարկներ են եղել, եւ նաև կարծում եմ պարոն Եղոյանը ավելի մանրակրկիտ կարող է ներկայացնել իրենք ինչ արձագանքներ են ստացել այս օրենքի հետ կապված, նաև պետական կառույցները։ Պետք ավելի մանրակրկիտ ներկայացնեմ, պարոն Գևորգյանը կբողոքի, որ էլի միջամտում եմ հարցի հասցեատիրոջ պատասխանին, ես ասեք, պարոն Զեյնալյան։ Կարծում եմ իրականը հարցի պատասխանը հնչելն է, հարցը շատ կարևոր հարց է, դրա պատասխանները հնչեցնելու համար վստահ եմ նաև դուք պիտի որ այդպիսի ուղերձներ ստացած լինեք տարբեր եվրոպական կառույցներից, Հայաստան ողջունող Հայաստանի Հանրապետության այս նախաձեռնությունը։ Մենք բազմաթիվ այդպիսի ուղերձներ ստացել ենք։ Նաև Մյունխենում այդ համաժողովի ընթացքում նախաձեռնող խմբի անդամներ ներկա են գտնվել եւ շատ ողջավորությամբ ընդունվում է այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության կողմից։ Իդեպ այս զրույցից անմիջապես հետո ես ուկրաինական սցենարից եմ իրապես վախենում մեզ համար, հայերիս համար, որովհետև մեր աչքի առաջ մենք օրերս տեսանք, թե ինչպես տասնամյակներով ոգեշնչող, գովերգվող Ուկրաինան տարածիորեն մնաց միայնակ, համենայն դեպս Միացյալ Նահանգները, ով հիմնական աջակիցն էր, կարծես թե այսպես կողմ է քաշվում այս խնդիրը լուծելուց, այնինչ տեղի ունեցավ Սպիտակ տան օվալ կաբինետում, պարզապես խայտարակություն է եւ համաշխարհային լրատվականները շարունակում են մեկնաբանել Թրամփ-Զելենսկի բանավեճը։ Զելենսկին, ով նախորդ այցելության ժամանակ բառացիորեն հերոս էր, կհիշեք, որ նախորդ այցի ժամանակ հոտնկայ ծափահարում էին սենատորներն ու կոնգրեսականները, փոխնախագահը, նախագահը, ներկայացուցիչների տան ղեկավարը, ապա այս օրերին բառացիորեն նա դուրս հրավիրվեց Սպիտակ տնից լրատվականների դիմաց նսերմանալուց հետո։ Իդեպ նախատեսված ասուլիսը եւ ճաշկերույթը, ինչպես գիտեք, չեղարկվեց։ Washington Post-ն էլ իր հերթին գրում է, որ չկայացած ընթրինքի ճաշատեսակները բաժանվել են լրատվամիջոցների աշխատակիցներին, լրագրողներին եւ ոչ միայն Զելենսկին գնաց ձեռնունայն, գնաց Եվրոպա, որտեղ եւ կրքերը ոչ այդքան միանշանակ են։ Արդարության համար նշենք, որ Եվրոպայի մի շարք առաջատար երկրների ղեկավարներ, այդ թվում
Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել Զելենսկուն, իսկ Մակրոնը հակադարձելով Թրամփին ասել է, որ երրորդ համաշխարհային պատերազմ սպառնում է սկսել ոչ թե Ուկրաինան, ինչպես ասում էր Թրամփը, այլ Ռուսաստանը։ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։ Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնության պարագայում կարող է հանգել լարվածության, սակայն չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքները իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է ժամանակավոր օկուպացիա։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ընդունել է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, նշվում է, որ Չարլզ III-ը ջերմորեն է ընդունել Ուկրաինայի նախագահին, հանդիպումը, որը տեղի ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, տևել է մոտ 1 ժամ։ Զելենսկին իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի հետ շատ լավ հանդիպում է ունեցել եւ շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ Չարլզ III-ը նախկինում եւս աջակցություն է հայտնել Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները Էմանուել Մակրոնը եւ Քիր Սթարմերը իրենց հերթին քննարկել են խաղաղության պլանը, որը ուղղված է Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև շփումների վերականգնման համար։ Միացյալ Թագավորությունում մարտի 2-ին տեղի ունեցել Եվրոպայի ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության սցենարները եւ դրա կարգավորման ուղիները։ Լոնդոնում հանդիպմանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի ղեկավարները, Կանադայի վարչապետը, ինչպես նաեւ հենց ինքը Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է նաև, որ ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականը քննարկում են պետքարտուղար Ռուբիոյի հետ, պաշտպանության նախարար Հեքսթեֆի հետ, որ պետք է ամբողջությամբ կասեցվի Ուկրաինայի համար ցանկացած օգնություն։ Դրանք ներառում են Ուկրաինայի ամերիկյան ռազմական օգնության կասեցման ծրագրերը կամ ամբողջությամբ չեղարկումը, ներառյալ զինամթերքի եւ սարքավորումների վերջին մատակարարումները, որոնք հաստատվել են եւ ընդունվել են նախորդ վարչակազմի Ջո Բայդենի օրոք։ Այնինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ մեր օրերի եւ ընդհանրապես քաղաքականության կամ քաղաքականություն հասկացողության լավագույն մարմնացուն է, լավագույնը շակերտների մեջ են վերցնում, որովհետև սա մարդկային ճակատագրերի, հրաշք քաղաքների, պատմական կոթողների, 100 հազարավոր կորսված կյանքերի ու թող ինձ ոմանքներ են, բայց այնուամենայնիվ երբեմնի եղբայրական ժողովուրդների ողբերգությունն է։ Ու Միացյալ Նահանգները, որ մարդկության, ազատության, համամարտկային արժեքների, սեփական ճակատագիրը տնօրինելու, ստրկությունից ազատագրվելու, սեփական երջանկությունը հայթայթելու, մարդու հիմնարար իրավունքների ու էլի շատ ու շատ վեհ գաղափարների ջատագովն է ու առաջամարտիկն է, դարեր շարունակ այսօր կարծես ագրեսորի աջակցության հայտ է ներկայացրել։ Ավելին, Ուկրաինայում որտեղ մի քանի հեղափոխություններ շարունակ աստիճանաբար հասնում էր մի պահ, որպեսզի Ուկրաինան դուրս բերվի ռուսական ազատության գոտուց, ժողովրդավարություն եւ ազատություն հրամցնելուց, ՆԱՏՕ հրավիրելուց հետո, կարծես թե մենք տեսնում ենք, որ վերջինս միայնակ է մնում ագրեսորի դեմ։ Ավելին, միլիարդավոր դոլարների օգնությունները, որոնք տրամադրվել են այս տարիների ընթացքում ու արդեն 4 տարի պատերազմ է տարվում, կարծես թե ասում են վերջ ու փողերը, որ մենք տվել ենք, պետք է ետ վերադարձնեք, իսկ եթե ոչ, ապա վերադարձրեք միջոցները երկրի ընդերքը տնօրինելու ձևաչափով, այլապես ինչպես կբնորոշեք ընդերքի օգտագործման այն փաստաթուղթը, որի մասին այդքան բարձր խոսում է նախագահ Թրամփը։ Իդեպ Զելենսկին Վաշինգտոնից հեռացավ առանց այդ թուղթը ստորագրելու, ես հիշեցնեմ, սակայն պետք է նշենք, որ Օվալ կաբինետի թեժ զրույցից հետո եւ եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո արդեն այսօր Զելենսկին ցավով հայտարարել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ստորագրել օգտակար հանածոների շուրջ այդ համաձայնագիրը։ I want to thank President Trump
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել անգլերենով, որում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածի հետ կապված իրավիճակում համակողմանի աջակցության եւ զենքի մատակարարումների համար, որոնք հետաձգվել էին նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Միաժամանակ նա եւս մեկ անգամ հայտնել է, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի առաջարկին երկարաձգել հրադադարը անկլավում, որը արմատական պաղեստինյան Համաս շարժումը ըստ նրա համառորեն մերժում է։ Իսրայելի վարչապետը կրկնել է, որ իր երկիրը ընդունել է ժամանակավոր հրադադարը 50 օրով երկարաձգելու Ուիթքոֆի ծրագիրը, ըստ որի Գազայի հատվածում մնացած պատանդների կեսը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ մյուս կեսը զինադադարի ավարտից հետո, եթե համաձայնեցվի մշտական հրադադարը։ Իսրայելը հայտարարել է, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, նախազգուշացնելով պաղեստինյան Համաս շարժմանը հետագա հետևանքների մասին, եթե վերջինս չընդունի Գազայի հատվածում հրադադարը երկարացնելու առաջարկը։ Իսրայելի վարչապետը հայտնել է, որ իրենք կատարել են հրադադարի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները եւ մարտի 2-ից որոշել են կասեցնել Գազայի հատված ապրանքների եւ մատակարարումների մուտքը։ Ըստ Նեթանյահուի Համասը խախտում է հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածությունները եւ չի ազատում իսրայելցի պատանդներին։ Նեթանյահուն նշել է, որ ըստ իսրայելական հետախուզության տվյալների Համասը շարունակում է պատանդ պահել 59 իսրայելցիների, որոնցից առնվազն 35-ը ողջ չէ։ Արաբական մի շարք երկրներ, այդ թվում Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Հորդանանը հանդես են եկել Իսրայելի որոշման դեմ, նշելով, որ դա համաձայնագրի կոպիտ խախտում է։ Քննարկումը սկսենք պաշտոնական տեղեկագրից, Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բոլուարտեի հետ։ Ողջունելով նախագահին, Դինա Բոլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության եւ փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին եւ որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների ստեղծման եւ ընդլայնման հարցում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել բարձրաստիճան փոխգործակցությունը երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը եւ վերջինիս խթանմամբ հնարավորությունների օգտագործումը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլերն ակտիվացնելու հարցերին։ Պերուի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահին առաջիկայում ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը COP17-ը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ։ Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ մեր երկրում ուրախ կլինեն տեսնել համաժողովին Պերուի ներկայությունը հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Զրուցակիցները միանշանակ շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ կայուն զարգացումը եւ բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղ եւ կանխատեսելի միջավայրում, ինչը պահանջում է շարունակական ջանքեր։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ այլ բնագավառների ուղղությամբ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները վերահաստատել են փոխշահավետ համագործակցության զարգացման իրենց պատրաստվածությունը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստան-Պերու հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացումը կծառայի երկու պետությունների եւ ժողովուրդների բարօրությանը։ Շարունակենք թողարկումը արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած հոդվածով, որտեղ նա ծավալուն անդրադարձ է կատարել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ Ինչպես եւ ակնկալվում է, հոդվածը բավականին ծավալուն է եւ ամբողջությամբ հասանելի համացանցում, իսկ հոդվածի առավել ուշագրավ դրվագները հիմա մենք միասին կուսումնասիրենք եւ այսպես Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է։ Ադրբեջանը ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փակ են։
Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի, երկու կողմերն էլ պարտավորվել են միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները։ Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ոչ ճանապարհ, ոչ երկաթուղի, ոչ խողովակաշար, ոչ էլեկտրահաղորդակցության գիծ, ոչ մալուխ։ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդույթ, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են եւ այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով։ Դա կարող են անել նաեւ այլ երկրների բեռնատարներ, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրել այլ երկրի։ Նման բան չի եղել, չկա պարզապես։ Սա իշխեցնեմ մեկ հատված է վարչապետի ծավալուն հոդվածից, որի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ առցանց։ Այս պահին տեղափոխվենք ազգային ժողով, այսպիսով շահումով խաղերի և բուքմեյքերական գործակալության ծավալը աճել է ավելի քան 440 անգամ։ Այս մասին ազգային ժողովի մարտի 4-ի նիստին խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը, արձագանքելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի դիտարկմանը, թե բուքմեյքերական ընկերությունները պնդում են, որ վերջին շրջանում իբր խաղացողների քանակը Հայաստանում նվազել է։ 440 անգամ ծավալները աճել են, սա ենթադրյալ թվեր չեն, սա պետական եկամուտների կոմիտեի տված թվերն են, որ ծավալը աճել է 440 անգամ։ Ինձ էլ են ընկերությունները ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է, բայց խաղացողների թիվի նվազումը ես չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում, եւ 2018 թվականին, երբ մենք համարում էինք սա աղետ, եւ ունենք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել է ծավալները։ Այսինքն 2019 թվականին, երբ մենք վերլուծում էինք 2018-ի թվերը եւ նաեւ ազգային ժողովի այն ժամանակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասում էր, որ սա աղետ է եւ աղետի դեմ պետք է պայքարել, մենք ցավոք սրտի չկարողացանք ճիշտ պայքարել աղետի դեմ եւ աղետը 20 անգամ աճեց։ Այս իմաստով մենք պետք է եւ հարկերը բարձրացնենք, եւ սահմանափակումները ավելացնենք, եւ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արգելենք։ Եվ խրքին ազգային ժողովի մասին ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել եւ փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է եւ կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են։ Այսպես է արտահայտվել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Թվում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել եւ փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, դա կարծում եմ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են։ Մենք շարունակելու ենք աշխատել եւ պետք է ասեմ, որ շատ լավ է, որ Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է արել, մենք նույնպես Հայաստանը իր դիրքորոշումով, իր հայտարարություններով, իր ընդառաջ գնալով ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ շարունակելու այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել եւ հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումը Ուկրաինային, փետրվարի 28-ին այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Ռազմական օգնության դադարեցումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Թրամփը որոշի, որ Զելենսկին խաղաղության շուրջ բանակցությունների հանձնառություն է ստանձնել։ Օգնության դադարեցումը կտարածվի այն ռազմական տեխնիկայի վրա, որը դեռ Կիևում չէ։ ԱՄՆ-ի որոշումից հետո արևմտյան պաշտոնյաներն ասել են, որ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կկարողանա դեռ մի քանի շաբաթ, հնարավոր է մինչև ամառվա սկիզբ, պահպանել ռազմական գործողությունների նույն տեմպը, որից հետո կզգացվի Վաշինգտոնի որոշման լուրջ ազդեցությունը։ Ավելի ուշ Ֆրանսիան եւ Լեհաստանը քննադատել են ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայից եւ Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերը մարտի 4-ից ուժի մեջ են մտել։ Մաքսատուրքերի սահմանումը կարող է ազդել գրեթե 2.2 տրիլիոն դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման եւ արտահանման վրա։ Թրամփը հայտարարել է, որ 3 երկրներն էլ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկում ֆենտանիլի հոսքը ԱՄՆ կասեցնելու համար։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Օտավան կպատասխանի 25% ներմուծման մաքսատուրքերով, որը կազդի 20.7 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա։ Բացի այդ, մաքսատուրքերը կտարածվեն եւս 86.2 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների վրա, եթե մաքսատուրքերը 21 օրից դեռ գործեն։ Տրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադայի պատասխան միջոցները կազդեն գարեջրի, գինու, բուրբոնի, կենցաղային տեխնիկայի եւ Ֆլորիդայի նարնջի հյութի վրա։ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների համար մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%, հայտարարելով, որ Պեկինը համարժեք քայլեր չի ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճգնաժամը մեղմելու համար։ Չինաստանը բողոք է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ։ Այդ մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունում։ Գերատեսչությունը հավելել է, որ Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը ամուր պաշտպանելու համար եւ կոչ է արել անհապաղ չեղարկել միակողմանի մաքսատուրքերը, որոնք անհիմն ու վնասակար են մյուս կողմի համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս թմրանյութերի դեմ պայքարին եւ այդ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով զգալի հաջողություններ է ձեռք բերվել։ Երկրի ֆինանսների նախարարությունը իր կողմից հայտարարել է, որ Պեկինը մարտի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ, 15% ցորենի, 10% գյուղատնտեսական ապրանքների մի քանի այլ տեսակների համար։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը անժամկետ արգելել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մուտքը երկիր։ Պատճառը պաշտոնական Տոկիոյի Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են, պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողություններով։ Բացի այդ, ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության, արգելվել է Ուկրաինայում Ճապոնիայի գործող եւ նախկին դեսպանների, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ավագ փոխնախագահի, ինչպես նաեւ ճապոնական որոշ ընկերությունների ղեկավարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Ընդհանուր առմամբ արգելված անձանց ցանկում կա 9 մարդ։ Պատգամավորները այսօր ծափողջույներով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը։ Այսօր մարտի 5-ն է եւ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի հերթական նիստում առաջարկեց ծափողջույներով շնորհավորել սպարապետի ծննդյան օրը։ Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին։ Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ես առաջարկում եմ մենք ծափողջույներով շնորհավորենք սպարապետի ծննդյան կապակցությամբ։ Եվ իդեպ պատահական չէ, որ սպարապետի ծննդյան օրը ադրբեջանական մի շարք լրատվականներ ապատեղեկատվություն տարածեցին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին ժամը 22:05-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել։
Իդեպ ադրբեջանական կառավարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների փակման մասին։ Այս մասին հայտնում են կրկին ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը Ադրբեջանում Իլախա Հուսեյնովան է խոսել, մեջբերեմ իր գրառումը, այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ, սա մեր կոնֆիդենցիալ եւ երկկողմանի երկխոսությունն է, ասել է Կարմիր խաչի ներկայացուցիչը, սա մտահոգիչ է, իդեպ սա արդեն հայաստանյան կողմի մասն եմ խոսում, իրապես մտահոգիչ է, քանի որ մենք, ինչպես գիտեք, ռազմագերիներ ունենք եւ պահվող անձինք ունենք այդ երկրում եւ մինչ այս պահը այն համեստ շփումները, որ լինում էին, կազմակերպվում էին Կարմիր խաչի միջնորդությամբ։ Փաստորեն ստացվում է, որ մենք միջազգային մանդատ ունեցող ոչ մի կառույցի ներկայություն այլևս չունենք, ինչը բնականաբար շատ մտահոգիչ փաստ է։ Եվ կրկին ազգային ժողովի մասին խոսելով, չեմ ասի, որ ամեն օր երթևեկում եմ տրանսպորտով, բայց ինչքան որ երթևեկել եմ, այո, նոր տրանսպորտային ցանցը բավականին հարմար է։ Այս մասին ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, ինչպես գիտեք, վերջին օրերին մի քանի տեսանյութ էր հրապարակվել համացանցում, որտեղ վարչապետը օգտվել է հասարակական տրանսպորտից։ Ես իհարկե չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթևեկում, բայց ինչքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է եւ ուզում եմ նաեւ մի տպավորությամբ կիսվել, այն սկզբնական շրջանում այդ վալիդատորներ աշխատելու, տոմս գնելու հետ կապված խնդիրներ որ կան, ես իմ օրինակով եմ ասում, որ ուրիշ չնեղանա, գիտելիքի խնդիր է ընդամենը։ Մենք պետք է իմանալ դա ոնց անել։ Որտեւ ասենք վերջին անգամ էլ որ ավտոբուսից օգտվում էի, էլի երևի մարդիկ արդեն գիտեն, հենց կողքի ուղևորը խորհուրդ տվեց, ասեց, որ ձեր քարտը պետք է կպցնեք, ոչ թե շատ քիչ հեռավորության վրա պահեք, կպցնեք եւ դա աշխատեց։ Եվ մետրոյի դեպքում եւ այսինքն նախկինում եթե ես էլ անդադ խնդրեմ էի ունենում, հիմա չեմ ունենում խնդրեմ, որովհետեւ այսինքն եւ հիմա հետահայաց հասկանում եմ մեծ հավանականությամբ ինչքան խնդիր եղել է, իմ չիմացության պատճառով ա եղել, դե նոր սարքա վերջը, ամեն նոր սարքի էլ առնչվելիս ինչ որ մի բան նեն չի գնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանի հարցին։ Նազարյանը մասնավորապես հարցրեց, թե Հայաստանի դիվանագիտական կորպուսը ինչ է անում Բաքվում տեղի ունեցող մեր հայրենակիցների շակերտավոր դավադրությանը վերջ տալու եւ միջազգային հանրության ուշադրությունը այս խայտարակությանը հրավիրելու համար։ Մենք հստակ գնահատական ենք տվել եւ ասել եմ, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ եւ նաեւ Հայաստանի կառավարությունը իդեմս արտաքին գործերի նախարարությամբ հանդես է եկել հստակ գնահատականով եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ եւ ելի ասում եմ, որ տեսեք միշտ նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատանների, այլ պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում, իսկ ինչ է անում մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը անում է այն ինչ հնարավոր է եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով եւ ելի եթե բնական հարց է ծագում, իսկ որտեղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչու չեն երևում դրանք, ես ի պատասխան այդ հարցի միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ գերեվարված 32 վերադարձան Հայաստանի Հանրապետություն եւ միջև պաշտոնական հայտարարության վերջին վարկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում են պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը նաև կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը եւ դրանց արդյունավետ լինելու
հավանականությունը։ Եվ այդ առումով ելի ուզում եմ ասել, մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով տեղի ունենում արգելված ներգործություն եւ դա բնականաբար անընդունելի է մեզ համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել մարտի 4-ին կոնգրեսում ներկայացուցիչների պալատի եւ սենատի առջեւ հանդես գալով ամենաերկար ելույթով։ Թրամփի ելույթը տևել է 1 ժամ 39 րոպե, դառնալով ամենաերկար ելույթը, որ երբևէ հնչել է կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ։ Լինի դա երկրի դրության մասին ուղերձը, թե այլ նման ելույթ, որով նախագահները հանդես են գալիս ղեկավարման առաջին տարվա ընթացքում։ Պարբերականները հիշեցնում են, որ երկրորդ ամենաերկար ելույթը գրանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2000 թվականին 1 ժամ 29 րոպե տևողությամբ, ներառյալ ծափերի եւ ընդհատումների ժամանակը։ Թրամփի նախորդ ամենաերկար ելույթը այս լսարանի համար տեղի է ունեցել 2019 թվականին իր առաջին նախագահության ժամանակ եւ տևել է 1 ժամ 22 րոպե։ Իր ելույթում Թրամփը խոստացել է ապահովել ոսկե դար ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում իր ելույթի ժամանակ ասել է, որ ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկիից նամակ է ստացել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այսօր ավելի վաղ ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկիից, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի տևական խաղաղությունը ավելի մոտ դառնա։ Նա նշում է, որ ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան ուկրաինացիները, ասել է Թրամփը մեջբերելով Զելենսկիից ստացված նամակը։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ինքը եւ իր թիմը պատրաստ են աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո, ստանալու խաղաղություն, որը տևական կլինի։ Թրամփը նաև հայտնել է, որ Զելենսկին նամակում պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ին հարմար ցանկացած պահի։ Ավելի վաղ Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել, շեշտելով, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր։ Կահիրեյում տեղի ունեցած Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվել միջազգային ճնշում գործադրել պարտադրելով Իսրայելին դուրս բերել իր ուժերը բոլոր օկուպացված արաբական տարածքներից, այդ թվում Սիրիայից եւ Լիբանանից։ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները դատապարտել են Իսրայելի ներխուժումը Սիրիա եւ կոչ են արել միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պարտավորեցնել նրան դադարեցնել ագրեսիան Սիրիայի դեմ, համարելով այն միջազգային իրավունքի տագույն խախտում եւ ագրեսիա սիրիական ինքնիշխանության դեմ։ Բացի այդ, Իսրայելից պահանջել են ամբողջությամբ դուրս գալ Լիբանանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից եւ վերադարձնել վերջին պատերազմի ժամանակ կալանավորված բանտարկյալներին։ Արաբական արտակարգ գագաթնաժողովում ընդունվել է նաեւ Գազայի շուտափույթ վերականգնման ծրագիր։ Պաղեստինյան համաշարժումը ողջունել է Արաբական գագաթնաժողովի գումարումը եւ եզրափակիչ հայտարարությունը, մինչդեռ Իսրայելի արտգործնախարարությունը դատապարտել է այն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամեն օր ցույց է տալիս, որ Իսրայելի երբևէ Սպիտակ տանը եղած ամենամեծ բարեկամն է։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վաշինգտոն կատարած իմ վերջին այցի ժամանակ ես ասացի, որ Դոնալդ Թրամփը ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը։ Եվ նախագահ Թրամփը ցույց է տալիս այդ բարեկամությունը ամեն օր։ Նա դա ցույց է տվել Գազայի հատվածի համար իր տեսլական միջոցով։ Իսրայելը ամբողջովին աջակցում է այդ ծրագրին։ Նա իր բարեկամությունը ցույց է տվել մեզ ուղարկելով այն ամբողջ սպառազինությունը, որի ուղարկումը դադարեցվել էր, նշել է Նեթանյահուն։ Ըստ Իսրայելի վարչապետի, Թրամփը իրենց տալիս է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Իրանի ահաբեկչական առանցքի դեմ աշխատանքն ավարտելու համար։ Հրանտ Բագրատյանը արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործերով վերդիկտը, արդարացնելով Բագրատյանին մեղսագրվող արարքներում։
Բագրատյանին հիշեցնենք մեղադրում էին բռնության կոչեր անելու մեջ, որոնք ըստ իրավապահների արվել էին ապրիլի 4-ին ազգային ժողովի մոտ միասին շարժման հրավիրած հանրահավաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ։ Քննարկման հետապնդումը Բագրատյանը ինքը պարզապես շինծու էր որակել։ Շարունակում ենք քննարկումը Հայաստանը Եվրոմիությունում պաշտպանության հարցերով կցորդ է ունենալու։ Եվրոմիությունում Հայաստանի ներկայացուցչության կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք է ստեղծվելու։ Որոշման նախագիծը ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում, այն ընդունվել է, հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգության եւ ռազմական ոլորտներում Բելգիայի եւ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը, նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համապատասխանության կարգով Եվրոպական միությունում կցորդ ներկայացնել, ինչպես նաև Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ նշանակել եւ հավատարմագրել, ասված է պաշտոնական որոշման մեջ։ Մարտի 5-ին Ինգրիդ Նախիջևան գազատարի բացման պաշտոնական արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը, որը Ադրբեջանի պատմական տարածք է որակվել, ավելի քան 1 դար առաջ անջատվել է երկրի հիմնական մասից եւ չունի ցամաքային կապ, քանի որ խորհրդային վարչակազմը արևմտյան Զանգեզուրը անջատել է Ադրբեջանից եւ փոխանցել Հայաստանին։ Այս մտքերն է արտահայտել Ալիևը, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև սպառնալիքների լեզվով, սրանով Ալիևը հերթական անգամ տարածքային պահանջ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել է Նախիջևանը, հայերը ցանկանում էին գրավել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղում, հայրս Հեյդար Ալիևը, որ այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանի չգրավման պատճառներից մեկը Նախիջևանի եւ Թուրքիայի միջև հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում, ամփոփել է Ադրբեջանի ղեկավարը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է մի նախաձեռնություն, որով առաջարկվելու է ապագայում իհարկե ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկանը դարձնել։ Արշակյանը վստահ է, որ հայկական բանակում, համալսարանում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության եւ հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։ Արշակյանը խնդրել է կիսվել կարծիքներով այս հարցի վերաբերյալ, որը եւ ազդեցություն է ունենալու հարցի հետագա քննարկումների վրա։ Մեզ մոտ նաեւ շատ բնույթ է շատ կարևորություն է պետք տալ այս հարցին, որովհետև երիտասարդը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում եւ 18 տարեկանն է շեմը եւ ընտանիքներից հեռու գտնվելով, շատ արգելող բաներից հեռու գտնվելով, նաեւ միջավայրից հեռու գտնվելով, մի քիչ էլ, չգիտեմ, կարոտից, մյուսների օրինակին հետևելու այդ բանից ելնելով, բնույթից ելնելով, սկսում ծխել, որը շատ վատ իհարկե բան է, մենք ուզում ենք, որ բանակից վերադարձողներ մեր երիտասարդները, հայրենակիցները ունենան մտավոր ֆիզիկական գիտելիքներով հարուստ շատ ավելի լուրջ կարողություններ եւ իհարկե չծխող մեկին ճանապարհելը բանակ եւ ծխող ստանալը ընտանիքի համար իհարկե շատ վատ, չեմ ասում հենց իր համար, շատ վատ երևույթ է։ Ես առաջարկում եմ, որ սա արմատախիլ անենք, փորձենք բոլոր ուժերը մոբիլիզացնել, սկսած օրենսդրական արգելքից։ Ես ուզում եմ, որ ձեր կարծիքը իմանալ սրա մասին, սա ընդհանրապես իմ կարծիքն է եւ շատերի հետ իհարկե գործընկերների հետ խոսել եմ, տարբեր կարծիքներ են հնչում, սկսած նրանից, որ արգելքը չի աշխատի, վերջացած նրանով եկեք էֆեկտիվությունը բարձրացնենք արգելքի եւ այլ։ Իմ կարծիքով մենք պետք է հայտարարենք, որ մինչեւ 21 տարեկան արգելվում է զորանոցների տարածքներում, համալսարանների տարածքներում արգելվում է ընդհանրապես վաճառքը, տալը, ընտանիքները չեն կարող բերել եւ այդ բերից նույնպես նրանք էլ կազատվեն, որ այդտենց ամեն ամիս պետք է սիգարետ բերեն տան իրենց ծառայող երեխային եւ այլն, եւ այդպես շարունակ։ Խնդրում եմ ձեր կարծիքը այս մասով ասել, շատ եմ դա կարևորում, որից էլ նաեւ կբխեցնեմ իմ հետագա գործողությունները եւ քննարկումների այս ցիկլի շարունակությունը
Շնորհակալ եմ անչափ ձեր կարծիքի համար եւ շատ գնահատում եմ, խնդրում անպայման մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը այս հարցի մասին։ Դե բարեկամներ, ինչ խոսք, գաղափարը իրապես ողջունելի է, բայց ելի մենք գալիս ենք այս չարաբաստիկ բայցերին, իրապես դուք կարծում եք ընկերներ, որ կկարողանաք վերահսկել վաճառքը, ինչ մեխանիզմներով։ Մեր մեծ ու մանուկ ծխող հասարակության մեջ, որտեղ այնպիսի տարական պայմաններ կամ կանոններ, ինչպիսիք են երեխայի մոտ չի կարելի ծխել, հղի կանանց մոտ չի կարելի ծխել, այդ ամեն անգամ չի պահպանվում, դուք պետք է բանակում վերահսկողություն սահմանեք։ Մի փոքր կասկածում եմ այն էլ այդ բարդ հոգեբանական միջավայրում, հա։ Եթե հերթական նախաձեռնությունն է, որ պիտի ընդունեք ու մնա պարզապես թղթի վրա, ես առաջարկում եմ մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ ու դիտարկել այս խնդիրը։ Այսպիսով, ես հիշում եմ տարիներ առաջ օրենք ընդունվեց, երևի մոտ 2 տասնամյակ առաջ, որ ծխախոտի գովազդը պետք է արգելվի։ Հրաշալի է, արգելեցին։ Ապա օրենք ընդունեցին, որ չափահասներին պետք է միայն վաճառվի 18+ մակագրությամբ, դա եւս աշխատեց կարծես թե որոշ պայմաններում, դա եւս հրաշալի է։ Հետո սկսեցին ծխախոտի փաթեթավորման տուփերի վրա ահասարսուռ նկարներ պատկերել, թե ինչ առողջական խնդիրներ է առաջացնում ծխելը։ Ու ինչ տարիներ անց հիմա, երբ որ մենք դիտարկում ենք այդ գործառույթները, ինչ ստացվեց։ Ծխողների թիվը արդյոք նվազել է։ Համենայն դեպս պաշտոնական թվերը, որոնք հրապարակվում են, բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Այնպես որ չեմ կարծում, որ հիմա էլ տարիքային շեմը բարձրացնելով կամ էլ ավելի բարձրացնելով կկրճատվի ծխողների թիվը։ Պետք է իրազեկումը բարձրացվի, պետք է այնպես արվի, որ մարդիկ ոչ թե թողնեն ծխելը, այլ պարզապես չսկսեն ծխել, որովհետև չսկսելը շատ ավելի հեշտ գործընթաց է, քան ծխել թողնելը։ Տեղեկատվական վահանակներով, սոցիալական հոլովակներով, տարբեր սեմինարներով, դպրոցական քննարկումներով, մի շարք այլ ծրագրերով պիտի պատրաստենք, բացատրենք երիտասարդությանը, որ ծխելը ոչ մի իմաստով լավ բան չէ, ավելին դա վատ բան է, շատ վատ։ Պիտի պատայիներին բացատրենք, որ դա տղամարդկության հետ կապ չունի, առնականության հետ կապ չունի, դա կապ ունի ծանր հիվանդությունների հետ, ֆինանսական ծախսերի հետ, ժամանակի անիմաստ կորստի հետ եւ ինչը հայերին կարծում եմ կմտահոգի, անգամ կապ ունի անկարողության հետ։ Այնպես որ մտածեք այս ուղղությամբ, բայց կրկին թեմայի շարունակությամբ ես սարսափում եմ, երբ տեսնում եմ դպրոցական երեխաների, դպրոցահասակ պատայիների, ովքեր մեր բակով անցնում են եւ վառում են այդ անիծյալ գլանակը ծխախոտի եւ նստում են տաղավարում ու ծխում մտածում։ Այնքան հետաքրքիր է տեսնես այդ ինչի մասին են մտածում այդ տարիքում այդ պատայիները, այն էլ ծխախոտը ձեռքներին։ Երևի որ վառ երազների մասին։ Եվ ամփոփելով այս պատմությունը ես մի դրվագ հիշեցի դպրոցական իմ տարիներից, միջին դասարաններում հանդգնության համար, իդեպ հանդգնությունը շակերտներով, ինձ տարան տնօրենի աշխատասենյակ, որովհետև ես համարձակվել էի հակաճառել ուսուցչուն, ասելով, որ ընկեր ես ինչան, ես չեմ հասկանում, բոլորը ասում են ծխելը վատ է, բայց մեր բոլոր հայտնի գրողները, ում ստեղծագործությունները մենք անցնում են գրականության ժամին, ծխախոտը ձեռքներին են հիմնականում պատկերված, լինի դա նույն Պարուր Սևակը, լինի դա Համո Սահյանը, լինի Հրանտ Մաթևոսյանը, թե այլ շատ ու շատ հայտնի դեմքեր, իրապես նրանց բոլոր հայտնի նկարները ծխախոտը ձեռքներին է։ Հենց այդ ամենի համար ինձ ուղեկցեցին տնօրենի սենյակ, թե ինչպես եմ ես համարձակվում այդպիսի բաներ ասել, իդեպ երբ մտանք աշխատասենյակ, հենց ինքը տնօրենը նստած էր իր իսկ արձակած քուլաների մեջ, այնպես որ մեր զրույցը բավականին կարճ տևեց ուրախությունից։ Հիմա ինչ եմ ուզում ասել, փոքր տարիքից պիտի հասկանանք, թե մեզ շրջապատող աշխարհը, բարքերն ու մարդիկ ինչ օրինակ են ծառայում եւ ինչ են սովորեցնում։ Այնպես որ հարգելի հեռուստադիտող, առաջարկում եմ մտածել այս ուղղությամբ։ ՄԻՊ-ը եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ եւ հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը եւ ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարեւորությունը։ Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում գերիների, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցերը։ Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին։ Եվ քանի որ գերիների մասին խոսվեց, Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական ու երկարատև խաղաղության կոչ է արել։ Նա մեկուսարանից ընտանիքի անդամների միջոցով ուղերձ է փոխանցել հեռախոսազրույցի ժամանակ, խնդրելով ձայնագրել իր ուղերձը եւ հրապարակային դարձնել։ Ուղերձից մի քանի հատվածներ ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Хочу еще раз подчеркнуть, что это мое решение никак не связано со мной, с моим состоянием или моими условиями на содержание в СИЗО, как и в прошлый раз, когда я 20 дней до 24 апреля, 12 часов ночи, 20 дней. Это процесс, это протест против процесса, против того, как идет данный процесс. Я знал, на что это шел, и был готов, и готов к более худшим условиям. И я не жертва, и меня не надо жалеть, потому что это осознанное решение было. Мои требования те же. Если судите, судите профессионально, публично, открыто, по законам и всем процедурам Азербайджана вместе со всеми. В присутствии международных журналистов, наблюдателей, ведь вы так уверены в своей правоте. Убедите искусственно выделенное мое дело в отдельное. Зачем вы выделили меня в отдельное дело, когда все мои обвинения построены на том, как вы считаете, что я член преступной организованной группировки, в которую я вступил с 1987 года. Не нарушайте свои собственные законы и процедуры, не фальсифицируйте документы, не подтасовывайте документы, протоколы. Ведь у вас все есть, все мои гаджеты, все мои документы, я совершенно открыто. Не делайте сюда судилище, имитацию шоу. Если уж судите, судите правильно. Хочу сказать всем моим соотечественникам, любимым и родным, судят не меня и еще 15 человек, а всех армян. Если вы это не понимаете, то это большая беда, потому что это не конец всей истории конфликта, а лишь очередной этап, к большому сожалению, для всех сторон. Меня обвиняют во всем, что происходило с 1987 года. Нет проблем, я готов нести самое тяжелое наказание за это. Если только это помогло установлению мира и спокойствия. Но это иллюзия, что вас всех потом оставят в покое. И вы спокойно будете делать свои дела и наслаждаться просто жизнью. Не думать об этом, об этих проблемах, которые еще все впереди. Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ Ուկրաինա բանակցություններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հույս հայտնելով, որ դա բովանդակալից հանդիպում կլինի։ Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է արագ եւ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպիսի վերջինս ընդունի պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։ BBC-ի փոխանցմամբ Ուկրաինայի ղեկավարը կլինի թագավորությունում, բայց չի մասնակցի բանակցություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովը իր հերթին ասել է, որ ամերիկյան թիմը ցանկանում է քննարկել խաղաղության հիմնական դրույթները, փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։ Եվրամիության անդամ մի քանի երկրներ Եվրախորհրդի նիստից հետո հայտարարեցին Ուկրաինային մինչև 15 միլիարդ եվրո լրացուցիչ օգնություն տրամադրելու պարտավորությունների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ Կոստան ընդգծել է, որ Եվրամիության երկրները կարող են անհապաղ մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային հարկաբյուջետային տարածքի ավելացման նախաձեռնությունների միջոցով, իսկ նոր պարտավորությունները արդեն կազմում են մոտ 15 միլիարդ եվրո։ Նա հավելել է, որ Եվրամիության անդամները այժմ պարտավոր են մեծացնել Ուկրաինայի աջակցությունը։ Ֆրանսիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջները Ուկրաինայի ապառազմականացման եւ չեզոք կարգավիճակի հաստատման վերաբերյալ հաշտության կնքման համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության պաշտպանության հարցերին նվիրված արտահերթ կակատնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով այդ պայմանները նույնիսկ ավելի վատն են, քան 2014 թվականին։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Ռուսաստանի իր
պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, երբ դրա համար լինի հարմար պահ։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ղեկավարների զրույցներին պետք է նախորդեն բանակցողների շփումները։